Ձեզ ողջունում է Բայ Հայաստան դաշինքը։ Բայ Հայաստան դաշինքը թիվ 14 քվեաթերթիկում։ Մենք կոչ ենք անում ամբողջական իշխանափոխություն, առանց արտահրավերների հաղթահարման, որևիցե քաղաքային զարգացման ծրագիր հեռանկար չունի։ Սիրելի հայրենակիցներ, մենք ունենք նաև քաղաքի զարգացման տեսլական և առկա խնդիրների վերաբերյալ մեր համոզմունքներն ու արձանագրումները։ Անցնող 5 տարում իշխող վարչակազմը, Երևանի քաղաքապետարանը ոչ մի որակական փոփոխություն չի մտցրել քաղաքի զարգացման մեջ։ Քաղաքում ավելացել են փոշի, քաղաքում ավելացել են նոր շենքեր, շինթույլտվություններ, էլի շենքեր, չեն ավելացել կանաչ գոտիները, տրանսպորտային շարժը մնում են խայտառակ իրավիճակում։ Երևանի քաղաքային բյուջեի 63%-ը տրամադրում է կառավարությունը։ Ոչ մի քաղաքապետ հրաշագործ չի կամ իր գրպանից քաղաքը չի զարգացնելու։ Այդ գումարները տալիս է մեծ մասը կառավարությունը։ Իսկ թե կառավարության տված փողերը, այս իշխանությունները ո՞նց, այս քաղաքային իշխանությունները ո՞նց են մտնել, ինչ խնդիրներ են լուծել։ Դուք առօրյա կյանքում նայեք ձեր աչքով ձախը, հա։ Բայց առհասարակ լինի Երևանի քաղաքային ավանդանու ընտրություն, կլինի մեկ այլ տեղական ինքնակառավարման բազի ընտրություն։ Մեր խնդիրները գլոբալ են։ Մեր հայրենիքը գնալով օր առ օր այս իշխանությունների օրով փոքրանում է։ Սև լճի կեսը տվողը Երևանյան լճի կեսն էլ կտա։ Սև լճի կեսը տվողը Թոխմախի լճի կեսն էլ կտա։ Սև լճի կեսը տվողը Սևանա լճի կեսն էլ կտա։ Տալիս են ու գնում են միջազգային շրջանայությունների առավոտի դիրիգու համերգներ, երուխու ու այդ ամեն ինչը ցույց է տալիս Facebook-ով, կարծես ոչինչ չի եղել։ Դե նորմալ է, որ այս երկրի տարածքային կորուստներ ունեն իրենց կառավարման օրոք, բայց այ օրինակ մի անգամ են ընտրվել, գիտեք ինչ լավ բաներ կանեն։ Տեսել եմ ձեր արած լավ բաները, բավական է, չենք ուզում, որպես իշխանություն, որպես միջազգային արենայում Հայաստանը ներկայացնող դեմքեր, դուք առ ոչինչ եք։ Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև բանակցությունների ժամանակ դուք ձեզ անհարմար չեք զգում, դուք չեք ամաչում, որ այս կարգի խայտառակ կերպարա ներկայացնում մեր երկիրը, որ գնացել է, ոչ մի բան չունի ասելու, ու ամեն հինգշաբթի կառավարության նիստի բոլորիս աչքալուսանք է տալիս, թե Ադրբեջան ինչ պահանջներ ունի, Ադրբեջանը էս ա ուզում, Ադրբեջանը են ա ուզում, բայց ինչ էլ որ տան, մեկա դա երաշխիք չի, որ պատերազմ չի լինելու։ Այդ դեպքում հարց է առաջանում, բա դու այդտեղ նստած ինչ ես անում, քո բանուգործի անունն ինչ է, որ դու ինչ ես տաս, մեկա թշնամին ավելին է ուզելու։ Ինչ տարբերություն, դու ես այդտեղ թե փողոցով անցնող մի պատահական մարդ։ Սիրելի հայրենակիցներ, մենք ներկայացնում ենք Բայ Հայաստան դաշինքը, մենք թիվ 14-րդն ենք քվեաթերթիկում, դաշինքի առաջնորդ է Անդրանիկ Թևանյանը, մենք ձեզ առաջարկում ենք գլոբալ քաղաքական փոփոխություններ, մենք շատ բարձր նոտայով սկսել ենք քարոզարշավը, ձեր վերաբերմունքը մեր հանդեպ շատ տրամադրող է, մենք բարձր նոտայով շարունակելու ենք, կոնսոլիդացնելու ենք ու հավատացեք ձեր աջակցության պայմաններում այս իշխանությունների օրերը հաշված են լինելու։ Միացեք Բայ Հայաստանին, միացեք, որ փոխենք, միացեք։